Թուրքիայի կառավարությունը վաղ թե ուշ պարտավորված կլինի ընդունել հայոց ցեղասպանությունն ու ներողություն խնդրել հայ ժողովրդից։ Սա թուրք քաղաքական գործչի կարծիքն է, ով Երևանում մասնակցում է ընդդեմ ցեղասպանության հանցագործության միջազգային ֆորումին։ Առաջին հերթին կարևոր է ճանաչումը, խղճի հանգստությունը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը, սահմանի բացումը, իսկ հողային հարցերը երկրորդական են։ Բայց հենց նյութական պահանջներն են պատճառը, որ Թուրքիան վախենում է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Թուրքերը մինչև այսօր չկարողացան կողմնորոշվել ինչ է ցեղասպանությունը, նրանք ոչինչ չեն հասկանում։ Ֆորումի մեկ այլ մասնակից թուրք քաղաքագետ Չենգիզ Ակթարի վերնաշապիկին անմոռուկ էր ամրացված, որը սկզբում կարծես թաքցնում էր։ Իսկ ինչու եք սխալ ամրացրել անմոռուկը։ Այն ուղղակի անընդհատ պտտվում է։ Չնայած Թուրքիան չի ընդունում հայոց ցեղասպանությունը, բայց քաղաքագետը դրական տեղաշարժ արդեն նկատում է։ Թուրքիայում կառավարությունը փոխվել է եւ այսօր այն չէ, ինչ երեկ էր։ Կառավարության ներկայացուցիչները մասնակցելու են ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին Ստամբուլում, սա արդեն նորություն է։ Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտողական քաղաքականությունը, այլև շանտաժի միջոցով լռեցնում է մյուսներին։ Այդպիսի վառ օրինակ է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Օբաման այսօրերուն իր իրավիճակով ահրելի դիսկրեդիտ եղավ, ինքը իր համբավը բավականաչափ կորսնցուց եւ ուրեմն անգամ միևս թրքական ազդեցությունը եւ ամերիկյան շահերը ավելի քեր գշրվեցան, քան հայկական հարցը։ Ավստրալիան նույնպես չի ընդունել հայոց ցեղասպանությունը քաղաքական հանգամանքների պատճառով։ Ավստրալիայի նոր հարավային Ուելսի խորհրդարանի անդամը հույսով է հարցը շատ շուտով լուծում կստանա։ Ասիկա քաղաքական հարց չի, ասիկա փարոյական հարց է, պատմական հարց է եւ կարեւոր է որպեսզի ասպեսի թեփկերգրգին չպատահին աշխարհի վրա, ուրեմն պետք է հայկական ցեղասպանություն ընդունվի ամեն երկրում։ Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 22-ին ճանաչեց եւ դատապարտեց հայոց ցեղասպանությունը, հաշվի չառնելով նույն քաղաքական հանգամանքները։ Ասիկա մեծ հարաբերություն մնե բարոյականորեն, իրավականորեն, իրականության մեջ բամը չի փոխվի։ Որովհետև եթե այսօր 170 երկիր կամ 192 երկիր անդամ մագի ջանցնան ցեղասպանությունը, սա չի նշանակել, որ նույնիսկ եթե ներողություն խնդրեն, չի նշանակել, որ մենք պահանջներ չունենք։ Իսկ հաջողության հասնելու համար ամենակարևորը չնահանջելն է։